10-ամյակս լրանալուց հետո որ ես հասկացա, որ ես արդեն բոլորի նման չեմ։ Այսինքն երբ որ ձեր հասակակիցները արդեն ավելի հասակով ես ու քույրիկս մի դասարանից էինք, դպրոց գնացել ենք նույն դասարանը։ Բայց ես մի տարի մեծ եմ իրանից։ Ձեր քույրիկը ունի կարճահասակություն։ Չէ, իմ քույրիկը բոյով է։ Բոյով Ջանու։ Հետո որ արդեն ինքը անցավ ինձանից, դասարանցիներն էլ արդեն անցան ու ես առաջինից երրորդ դասարան նստել եմ երրորդ նստարան։ Բայց երրորդ դասարանից հետո արդեն առաջին նստարան, որովհետև արդեն տարբերվում էր։ Հա, տարբերվում էի, որովհետև իրանք արդեն բոյված են, ես մնացի նույնը։ Բայց չեմ նեղվել, երբեք չեմ նեղվել։ Իսկ դասարանում օրինակ երբ որ արդեն սկսեցիք, հա, տարբերվել իրենցից, երեխաները շատ բան չեն հասկանում, չգիտեմ, ռեպլիկներ կլիներ կամ որ խտրական վերաբերմունք հանդիպել եք այդպիսի բաների։ Դասարանի կողմից չէ, որովհետև իրանց հետ որ այդ նույն ճանապարհը անցնում ես, այդքան չի երևում, իրանց աչքին չէր երևում։ Իրանք ավելի ուշ հասկացան, որ ասենք ես իրանցից տարբերվելու եմ, բայց կողքի դասարանները, ասենք, մանավանդ փոքր երեխեքը, մանավանդ փոքրները, որ նոր էին գալիս դասի, իրանք արդեն այդ ռեպլիկները կար։ Ամենասկզբից այդ ռեպլիկներից շատ էի նեղվում, սեղմվում էի, լարվում էի,